Բարի ուշ երեկո ժողովուրդ ջան, գիտեք այսօր եթեր եմ արել, բայց շատ կարևոր եմ համարում չնայած նրան մի քիչ էլ առողջությունս ոնց որ այդքան էլ լավ չի, բայց ուզում եմ այս թեմայի մասին խոսանք։ Նկատվում է ակտիվորեն թե ինչպես է Ադրբեջանի քաղաքացիների, Ադրբեջանի բարձր պաշտոնյաների, այդ թվում եւ նախագահի մակարդակով փորձում են ազդել հայ հանրության վրա, սա հիբրիդային պատերազմ է, եթե նկատեք Ադրբեջանի թե նախագահան, թե արտաքին գործերի նախարարի մակարդակով, նախագահի տեղակալի մակարդակով հայտարարությունները արվում, հրապարակային խոսքեր օգտագործում, որը իրանք քաջ գիտակցում են, որ դա հայկական լսարանում ակտիվ տարածվելու է։ Գիտեմ, որ սատանան մտել է հայ ժողովրդի մտքերի մեջ, Ադրբեջանը շատ լավ գիտի, թե ինչպիսի վիճակ է մեր երկրում, ժողովուրդը իրար ատում են, կասկածները բոլորի մեջ, բոլորը իրար դավաճան ու թուրք են կոչում, Նիկոլի աջակիցը Քոչարյանի աջակցին, Քոչարյանի աջակիցը Նիկոլի աջակցին, ու այսպես փոխադարձ, սա մենք բոլորս, եթե խելքի չգանք, եթե չհասկանանք, որ սրանից միայն օգտվում է թշնամին, միայն Ադրբեջանը, մենք մեր տունը մեր ձեռով կքանդենք, ընկերներ ջան, որ այդքան խելացի եք, որ տենց փիլիսոփայում եք, դուք չգիտեք, որ բոլոր ժամանակներում պառակ տունն է մեր տունը ավիրել, բոլոր ժամանակներում, բոլոր, ոչ մի դարաշրջան չկա մեր պատմության մեջ, որ թուրքի խայծը հայը կուլ տա ու չթունավորվի ու չավիրվի իր սեփական տունը։ Ընկերներ ջան, ես ինչ եք անում։ Հասկացանք, թուրքի խոսք եք տարածում, բան չունեմ ասելու, միգուցե պետքա տեղյակ լինի հայը, բայց հայը պետքա նաև վերել դուցի հասկանա։ Ինչ եք դուք ինձ ասում։ Հիմա եկեք տրամաբանենք միասին։ Դուք մտածում եք Նիկոլ Փաշինյանը Ալիևի ագենտն է, հա, գործակալը։ Ու ինքը իր ագետին բացահայտում, հա։ Չէ որ այն միտքը, որ արտահայտել է Ալիևը, իբր թե 300,000 ադրբեջանցու մասով խոսք է տվել Նիկոլը, որ պետքա գա Հայաստան, դուք մտածում եք Նիկոլը իր գործակալն է ու ինքը դա բարձրաձայն ասում է մինչև ընտրությունները։ Դուք մի հատ վեր լուծեք, եթե յուրաքանչյուր հայ այս խոսքը լսի, ինչ կմտածի, որ Ալիևը համ ուզում է Նիկոլը ընտրվի, համ էլ ասում է այսքանը։ Ամեն մարդ տարբեր ձև է հասկանում։ Մեկն ասում է, տեսակ բացահայտվեց, Ալիևն ասում է, որ Նիկոլը մեր մարդն է, 300,000-ի մասին խոստում է տվել։ Եթե չեմ սխալվում, մեր վարչապետը այդ մասով հերքել է, ասել է, տենց պայմանավորվածություն չկա, մանավանդ եվրոպական մի երկրից, Ավստրիայից էր, որտեղից էր վերջերս Փաշինյանն ասել է, եկեք հայելային այս թեման փակենք, մենք չենք խոսում արցախցիների վերադարձի մասին, դուք չեք խոսում 300,000-ի վերադարձի մասին։ Ինչքան հիշում եմ, այդպես է եղել եւ Եվրոպայում, ամբողջ Եվրոպան է դա լսել։ Հիմա տեսեք 120,000-ը տուն չի վաճառել Ղարաբաղից դուրս եկել, բայց 300,000 թե 100 քանի հազար թե չգիտեմ թիվը թուրքերը ստեից դուրս գալուց բոլորն էլ ասում են, որ իրանք իրանց տները վաճառել են դուրս եկել։ Ոչ մեկի տունը ձեռս չի խլվել։ Հիմա եթե սա քննարկվի Հայաստան թուրք վերադարձի Ադրբեջան հայ գնալու, սա պետք է էլի միջազգային հարթակներում քննարկվի։ Եվ նախ առաջին, եթե իսկապես մի պահ պատկերացնենք ադրբեջանցիներ հեշտ կարող են ընկանստե ապրել։ Էդի միայն այն պարագայում կարա լինի, երբ որ հայն էլ հեշտ գնա Ադրբեջան ուզենա ապրի։ Եթե միակողմանի սա եղավ, ժողովուրդ ջան, ինչ կապ ունի Նիկոլը ընտրվել է։ Խի Սերժը ընտրված չէ, Սերժներ էր ընտրված, ինչ արեց ժողովուրդը։ Չհելավ հրապարակ Սերժին մերժեց։ Վախենում եք Նիկոլը տենց ազգակործան, ազգադավ, հակապետական բաներ ուզենա անի ու ինքը մնա աթոռին։ Բա այդ մարդը դուրս է գալիս քայլում է փողոցով, լավ մի ամիս թաքնվավ, 2 ամիս թաքնվավ, ժողովուրդը գնալու է, չէ հետևից։ Եվ ինչպես եք դուք պատկերացնում, թուրքերը գանստե վերաբնակվեն։ Լավ, ինչու եք դուք սա այս ենթադրությունը
նախ սարքում որպես իբր փաստ, հետո սկսում վախենալը, տոշնիկի կոսի մաղնա։ Գնացի մարդի, ունեցա որդի, գտակը պոպոս, անունը Կիկոս, վերերավ ծառին, վերընկավ քարին։ Հիմա Ալիևն ասում է, բանը sense մի խոսքա գցել, մեր ժողովուրդն ասում են, բայ 300,000-ը գալու է, մեզ sense են անելու, մեզ sense են անելու։ Մարդ եթե իր տունը վախենում է մեկ ուրիշը մտնի, տանտերը ոնց կարա տանտերը վախենա, դու տանտերն ես, եւ կացինի տեղը գիտես, եւ զենքը ունես։ Ով կարա որևէ ազգի ներկայացուցիչ մտնի իմ տուն, իմ պետության տարածք ու ինքը ինձ թելադրողի դերը մտնի, նախ սա բերեք փակենք այս թեման։ Եթե այդպիսի զրույց տարածվի, սա պետք է ազգային ժողովում քննարկվի եւ ընդդիմությունը հեշտ ու հանգիստ կարա իշխանությունը զավթի այդ ժամանակ։ Եթե դες բան լինի, պատկերավոր էլի ենթադրենք։ Բայց ես դրանից չեմ խոսում, ես չգիտեմ ինչա կատարվում, ոնց ալնում, ես ուզում եմ միասին տրամաբանենք։ Ադրբեջանցի բլոգերը ասում է կոչ եմ անում հայերին գնան Նիկոլին ընտրեն, Նիկոլը լավն է, բան։ Հայը լսելուց դա ինչ պետք է մտածի։ Ուրեմն եթե թուրքն է ասում դա, գնամ հակառակ ընտրեմ։ Հիմա այսօր 49%-ով է, 51%-ով է, տենց էլ չհասկացա ճիշտ ասած, քանի տոկոսով Փաշինյանը անցավ։ Դուք պատկերացնում եք ադրբեջանցի այդ բլոգերի խոսքերը չլիներ, եւ լիքը ադրբեջանական զրույցներ չտարածել մեր երկրում, Նիկոլը կընտրվեր ավելի շատ, չէ՞։ Համաձայն չեք իմ հետ։ Եթե Ադրբեջանը տես խոսակցություն չտաներ, եթե հիբրիդային պատերազմը խոտ շլներ, Նիկոլը 60%-ով ձայն կհավաքեր։ Այս 10 քանի տոկոս մարդը խոճապի, տագնապի, մտավախության պատճառով է գնացել դեմ քվեարկել Նիկոլին։ Դրա համար մի կերպ է Նիկոլը ընտրվել, մի կերպ։ Հայ Գյումրի 2 օպերացիաներ կազմակերպ տապալում էին իշխանությունը։ Փաստորեն Ադրբեջանը Եթե ուզենա Նիկոլը ընտրվի, ինքը պետքա լռի, որովհետև ձեր ասելով Նիկոլը իրանց ագենտն է։ Բա ագենտը պետքա պատմեն դրա մասին սաղ իմանան։ Այսինքն Քամրան կոչեցյալ բլոգերը, որ ասում է դա։ Դու գիտեք, ինքը չգիտի ինչ է ասում։ Աչիմանակ է Ադրբեջանի իրավիճակն է մեր իրավիճակի նման, իրար հանդեպ կասկածանքով, ատելությամբ, թշնամանքով մենք հայերս։ Իրանք համախմբված գիտեն, սինխրոն աշխատում են, համագործակցում են, ընդ շարքային բլոգեր, պետական պաշտոնյա, նախագահ, սա գիտեն ինչ են անում, մենք չգիտենք ինչ ենք անում, այ մենք ցրված ժողովուրդ ենք, մենք լրիվ խառն ենք, մենք մեր մեջ լույսերը անջատել ենք, մութ սենյակում կատու ենք փնտրում։ Անգեններ ջան, ես ինչ եք անում, այս թուրքական թեզերը, որը պարակտիչ է, գցում եք մեր մեջ։ Լավ ոնց կարող է Ադրբեջանի ագենտ լինի Նիկոլը ու Իլհամ Ալիևը ասի sense բանա խոստվել։ Բա պարզ չի եթե տենց բանա խոստվել, հայ բնակչությունը պետք է գնա անպայման, անխտիր դեմ քվեարկի Նիկոլին, որովհետև լավ Ղարաբաղը հասկացանք, ուլ են տվել, արդեն մեր վերահսկողության տակ չի, բայց Հայաստանը մեր վերահսկողության տակ է, ու եթե ընտրվող վարչապետը տեխնացուն տվյալ պարագայում, եթե խոսք է տվել, որ պետքա 300,000 թե թուրք կա, ոչ մի հայաստանցի հայ չի ուզի, որ իր հարևանությամբ գա ապրի թուրք, ճիշտ է, եւ ինչ պետքա պիտի անի, ինչ պետքա անի, պետքա դեմ քվեարկի Նիկոլին։ Հիմա պարզում է 49%-ը, 50%-ը չի հավատացել Ադրբեջանի այդ նարատիվներին եւ գնացել է իր խղճին, իր սրտի առաջ եւ քվեարկել է Նիկոլին։ Մի կերպ Նիկոլին բերել են նորից իշխանության։ Հիմա ձեր ասելով ես պետքա հավատամ, որ Նիկոլը իրանց ագենտն է ու կարգադրությունները իրանց այսպես հրապարակային ասվում է ու արվում է։ Ընկերներ ջան, լավ էլի պետքա տրամաբանության մեջ տեղավորվի։ Այսօր էլ ինչ է եղել։ TikTok-յան լայվի ժամանակ միանում է ինձ ադրբեջանցի, ներկայանում է որպես հայ ժողովրդի բարեկամ։ Պատկերացնում եք, ադրբեջանցի թուրք երբ են իրանք ընդունել հայ ժողովրդին բարեկամ։ Կարան հայ ժողովրդի անհատների հետ, անձանց հետ, առանձին մարդկանց հետ կարան մոտիկություն անեն, առևտուր անեն, բիզնես է, բանա, չգիտեմ էլի ես իրանց հետ չեմ շփվում։ Եկել է տես ներկայացել եւ ինչ է ասում։ Ասում է հայերը լավա չընտրեն Նիկոլին, ես ձեզ վախտին ասեմ, ես հայերի բարեկամն եմ, Նիկոլին որ ընտրեն, Նիկոլը Էրդողանի բանի Ալիևի ասածն է անում, իրանցից փողա վերցրել, ասում է։ Ժողովուրդ ճիշտ է, մեր հայերը տես բաներ կան, մեր հայերի մեջ դուրս կգա տես հիմարություն, բայց թուրքը հիմար չի, թուրքը գիտի ինչ է ասում։
Ես չեմ տեսել թուրք հիմար, որ ասի Ադրբեջանը օրինակ իրենց համար ոչ մի բան է, կամ եթե դա ասի է, տակը ուրիշ ռումբ կա տեղադրած, ական կա տեղադրած, նա վստահություն կարող է շահի հայերի կողմում, մտնի հայերի ընկերություն անի հետները եւ իմանա կարևոր բաներ։ Հիմա միգուցե ինքներ էր այսօր ուզում էր իմ հետ տենց շփվել, մոտիկություն, վստահություն ձեռք բերել, դե գիտեք, ես լեզվիս տակ դե ոսկոր չկա, ես չեմ կարող երեսին չպսնել այն ինչ որ մտածում եմ, ասի դե մի շտապի արի ես իմ մեկնաբանությունը տամ, այդ թուրքին եմ ասում։ Ասում եմ իմ իմանալով, իմ կարծիքով, հա, իր ինքը պրիզնատ եկավ։ Ասում եմ, բա քո կարծիքով կուզենայիր ով ընտրվեր, եթե Նիկոլը չընտրվեր։ Չնայած արդեն ընտրվել է։ Ասում եմ, ну тот есть один, ասի Սամվել Կարապետյան, ասում եմ, да, Самвел Карапетян. Ասում такой же, как Самвел Карапетян, один уже у вас в Бакинском тюрьме сидит, Рубен Вартанян сидит в тюрьме. Вы хотели еще вторую премьер-министр Армению отправить в Баку? Это вы хотели? Արդեն դե բա իր պլանները ծախողվեց, ինքը բա ինչ ասի, ասում է, нет, туда, сюда, բա տեսի ուղիղ հարց եմ տալիս իրան, ինքը ինչ պիտի ասի։ Եվ ես հիմնավորում եմ ինչպես Սամվել Կարապետյանը, Պուտինը բանը չեն թաքցնում, որ իրանց հաճելի տեխնացու է։ Ռուբեն Վարդանյանն էլ էր հաճելի տեխնացու։ Ռուսաստանի հաճելի տեխնացու։ Ամեն դեպքում Ռուբեն Վարդանյանն էլ է իրան ներկայացրել որպես Ռուսիայի հետ հարաբերությունները իր հետ տուցիկ Ռուսիա, Արցախահայությանը մոլորեցրել եւ ինչ որ կառավարում էր ընդ 3 ամիս ի պաշտոն է, այնուհետև պաշտոնը ձրկվելուց հետո էլի ներքին կարգով այդ խումբը Բակոյի իր Արկադիայի միասին նստում էին ուտում խմում եւ որոշում արցախցիներից ճակատագիրը։ Դե այնպես որոշեցին, որ այսօր մենք այսօրում ենք, էլի։ Թուրքիա շարունակվում է իմ խոսակցությունը։ Ասում եմ, գիտես, քեզ Պարզ ամեն ինչ ուղարկել են, կարող է ուրիշ հայերի մոտ քեզ ուղարկեն անցնի, իմ մոտ դա չի անցնում։ Քեզ ուղարկել են ստե իմիտացիա ստեղծես, որ Նիկոլ Փաշինյանը իրաց մարդն է ու քանի անգամ ասի կհիմնավորես, ինչի ես տենց ասում, չի կարող հիմնավորել։ Ну, придет время, вы скажете, молодец, անունը ինչ էր дыра, Մուրադե, չէ, Саид, Саид, ասма, ты вспомнишь меня, Геворг, что я тебе сказал, я плохого не хочу вас, наоборот, Армения, армянский народ, мои друзья, բայց ոնց որ Եվրոպա էր ապրում, կապ չունի։ Վերջը շատ սինխրոն աշխատում են իրանք։ Հիմա դրան ես ինչ ասեցի, առաջի անգամն է 30 տարվա մեջ, 35 տարվա մեջ, 91 թվից էս կողմ, որ հայ ղեկավարության մեջ կա մարդ, ով որ ասում է ձեռներդ քաշի ինձանից Ռուսաստան։ Առաջին վարչապետն է, որ կարողացել է դաս քաղի Ռուսաստանի պահելաձևից, մենք մենակ ենք մնացել պատերազմի, ինքն էլ պրիզնատ եկավ, ասում է, вы остались один, нас помочь Պակիստան, Տուրքիա եւ այլն եւ այլն։ Ասի եւ ինքը կարողացավ Թրամփին բերիստե, որպեսզի կարողանա Հայաստանի պետականությունը պաշտպանի եւ լիքը այլ բաներ։ Ասում եմ, դու չունես մի հատ ապացույց, որ Էրդողանը, Ալիևը իրան թելադրում են անեն։ Ինչ են թելադրում անեն։ Ու այս նարատիվը, տեսեք, համ թուրքը ասում, համ Ալիևն է ցույց տալիս իմիտացիա է ստեղծում, տպավորություն, որ տենց է, համ հայերի մեջ է պատտվում դա։ Այսօր էլ աչքովս անում ինչ որ մի հատ լրագրող, հայ լրագրող, ոստիկանության դեմը Սիսյան ինչ որ պարսիկները, Պարսկաստանի թուրքեր են, կարող է ազգությունը թուրք են, բայց անձնագիրը պարսկական է, իրանական է։ Ինչ որ ցույց են արել Սիսյանը։ Էդի մեկնաբանելա, որ թուրքերը էստե եկել են պարտքու պահանջ են տնում, բան էսա Սիսյանի ոստիկանության դեմը։ Ընկեր, էս ինչ ես անում դու։ Էսա կհիշեցնեմ ինքը էլ ինչ ա արել Ղարաբաղ մենք ժամանակներս։ Եթե չեմ սխալվում, կարող է էսա մի քիչ լավ չի ներկայացնեմ, բայց դեպքը էսա կասեմ ինչ ա եղել։ Կհիշեցնեք, կհաստատեք դուք տակը։ Նախ առաջինը, երբ որ Պարսկաստանից, Վրաստանից կամ որտեղից մարդ է գալիս Հայաստան, ոչ մեկ ասեղը ձեռը չի գնում, ծակում, արյուն վերցնում, տանում ԴՆԹ անում, տեսնի ազգությունը որն է։ Տես բան չկա, նա հիմա անձնագրում այնա, օրինակ Իսմայիլով Սաիդ, հիմա պարսիկն էլ ունի այդ անուն ազգանունը, թուրքն էլ ունի, դագիստանցին էլ ունի,
լիքը մուսուլմանական ազգեր այդ անուն ազգանունները ունեն։ Հիմա ոնց Հայաստանը ասի, դե որ Պարսկաստանից եք գալիս, բերեք ձեր պապու տատու անուններ իմանանք, ձեր տոհմածառն էլ բերեք ցույց տվեք, որ համոզվեք, որ դուք թուրք չեք։ Առաջին, երկրորդը մարդը հո զինված չի մտել։ Մարդը եկել է այնա շինարարական, բանվորական աշխատանքներով աշխատում են այդ մարդիկ, իրանց փողը գցել են, խաբել են, ինչ են ցույց հերաներ, խնդրել են ոստիկանությունը օգնեն, դժգոհություն են հայտնել։ Դրա մեջ ինչ կա։ Դուխի հայ չկա, որ Պարսկաստան աշխատում է, գնում գալիս է։ Հայերը ամբողջ աշխարհով մեկ են ծրված։ Հիմա եթե որևէ քաղաքում դուրս գան խապված հայերը իրանց իրավունքների համար դիմեն ոստիկանությանը իրավապահամակարգին, այդ տվյալ պետությունը պետք է ասի, օ, նայեք, տեսեք, հայերը էստեղ խոսում են։ Լավ, դա անցանք։ Այդ նույն մարդը, այդ նույն լարագրողը Ղարաբաղում ես սա չեմ հորանա։ Ես չեմ կարդացել, ինձ տենց հասցրել են, որ Գևորգ լսել ես տվյալ անունը չեմ ուզում ստետամ, ինքը այդքան չկա, չնայած նա իմ նկարը թե որտեղից վերցրել, թե ուրիշ տեղի տեսել է, իմ նկարը մի շարք մարդկանց հետ տեղադրել է, իբր սորոսականներ ենք, թե ինչ, դե չգիտեմ, դե քանի հոգի կան, քանիսն են սորոսական, բայց իմ պարագայում ինքը բլթցրել է։ Ինքը որ մեկ շխելք ունենար, կարար ինձանից հետաքրքրել էր տենար Գևորգի ելքը մուտքը անցուդարձը կամ իմ տեսանյութերով կարար իշ ճանաչել, դա մի կողմ ֆռում ես մի կողմ էի այդ իմ թեման չեմ ուզում ստե տալկա տանել, առաջ տանել։ Ֆռում ինչա ասում, Ստեփանակերտ որ արցախցիներին ես կոչ եմ անում, մեկը մյուսը կոչ են անում, որ դուրս եկեք ձեր իրավունքները պաշտպանեք, Սամվել Բաբայանի կողքը կանգնեք, միայն Սամվել Բաբայանը կարող այս հարցերը լուծի, ինչ արել, գիտեք ինչ արել։ Բռնել նյութա գրել, թե ադրբեջանցի ոստիկանները արդեն Շուշիում են, սպասում են, որ Սամվել Բաբայանը դուրս գա, հրապարակ գան Սամվել Բաբայանին օգնեն, թե ինչ, մոտորապես բովանդակությունը դա է եղել։ Ես չեմ կարող բառերը հիշեմ, դե հիմա 3 տարի անցել։ Մայիս ամսին։ Ինչ հաստատում։ Հայերի մի մեծ մասը Գևորգին չեն լսել, դրան են լսել ու նստել են տեղները, չեն հելը, դե 5000 թե 10000 ոստիկանա բերել Շուշի, սենց է ասել։ Հիմա այսօր էլի նույն բանն ասում, թուրքերը մտան ստե բան, դու Նիկոլին ասում եք ագենտ է, բանա, բայց ձեր պահվածքը կոնկրետ ագենտի պահվածք է։ Ես չհասկացա, դուք ինչ տեսնում եք, ձեր ուզած ձև եք ներկայացում, չեք ուզում մի անգամ էլ ինչ տեսնում եք, ինչ կա, այդպես էլ ներկայացնեք։ Խի դուք չգիտեք, որ Պարսկաստանում ադրբեջանցի 10 քանի հազար է, 30000 է, կներեք, 30 միլիոն է, ինչքան ադրբեջանցի ապրում Իրան։ Դագիստանցիք էլ տենց խառը ադրբեջանցիների հետ բան։ Հասկանում եք, հիմա եթե մարդը Ռուսաստանից էլի ադրբեջանցի է եկել, հիշում եք, նկարել, բան արել Ամասիայում էր, Ամասիայի շրջանում։ Ուզում եմ ասեմ, այս խոսակցությունները դուք տանում եք, որ ինչ։ Քիչ ադրբեջանան, մի հատ էլ դուք, լավ ձեր գլխին դուք չեք ուզում զոր տակ, որ Ադրբեջանի ձեռ չի տալիս, որ եւ Ալիևի դեմքից էլ երևում է Վաշինգտոնում երևացել է, որ իր սրտով չի, որ Թրամփն է քիթ խոթում այս տարածաշրջան, Հայաստանի լիքը աջակցություն է տալիս, տնտեսությունն է զարգանալու, այդ չիպերը, չգիտեմ էլ ինչ իրեն բերելու էլի, այն վիդեոյա ինչա տենց բաներ էլ կա, չէ, Թրամփի ուղի վերջի-վերջո, երբ որ Ադրբեջանը երազել է, որ դա ոչ թե Թրամփի ուղի ելնի, այլ Պուտինի կարիդոր, այսինքն իրանք խփեն վերցնեն ռուսական զորքը գա կանգնի, Ռուսի հետ հեշտ է Ալիևը առևտուր անում։ Ղարաբաղը տեսակ ոնց առևտրի վերածին ռուսն ու թուրքը գործերին։ Հա։ Էտա Ադրբեջանը ոնց կարող է հիմա ուզենա, որ Նիկոլը մնա վարչապետ, Նիկոլը շարունակի ծիրը փոխել, որ ոչ մի ժամանակ չի ստացվել, սաղ վախեցել են Ռուսաստանի լծից դուրս գան, այս մարդը պապտկեք անում, լավ, փորձեր անում, թե կստացվի, չի ստացվի, այս անցնող, այս ճանապարհը, որ ինքը անցնում է, այս ճանապարհին միայն կարանք մենք օգնենք։ Եթե մենք վնասենք, ու հետո մենակ պատասխանատվությունը իր վրա թողենք, դա ճիշտ չի լինի։ Դե հիմա եկեք ազգովի խորհուրդ տանք, ուզում եք ազատ ապրել, ուզում եք ինքնուրույն լինել, ուզում եք մեր սուվերենությունը ավելի բարձրանա, թե ուզում եք ռուսը երբ պետք է մեզ թողի մեր ամեն ինչը տեղ հասցնենք, երբ ուզի չթողի, մենք գնանք այնտեղ խոպան աշխատենք, մեր ընտանիքներից կտրված։ Հայաստանը շանսեր ունի, ժողովուրդ ջան, ավելի ինքնուրույն, ավելի ուժեղ պետություն դառնալու, քան թե այս 25-30 տարվա մեջ ա եղել։ Հավատացեք, այդ շանսերը ունի։
Եթե ասում եք օրինակ Ռոբերտ Քոչարյանի ժամանակները լավ էր, Սերժ Սարգսյանի ժամանակները լավ էր, Ժողովուրդ ջան, դուք ինձ ասեք, որ իրանց ժամանակները ներգաղթ ա եղել, ինձ ասեք, որ իրանց ժամանակները արտագաղթ չի եղել, այն էլ խոշոր պլանով է, լիքը։ Վերջը, ուրեմն մենք գալիս ենք նրա, որ այս մարդու ժամանակաշրջանում դրական բաներ արվել է, որ վստահություն է ներշնչել դրսում ապրող հայ վերադառնա Հայաստան։ Դե սուտ չեն ասում, որ ասում են ներգաղթ է, թիվը ես չգիտեմ, կա թիվը խափում են։ Ես իշխանության տեղի երթում չեմ ուտի 8000 ինչքան ասին չէ, եթե չեմ սխալում։ Բայց այն որ ես էլ սփյուռքահայերի հետ եղել է որ խոսացել եմ, ասել եմ որ Գևորգ ուզում ենք վերադառնանք, նույնիսկ վերադառնալուց հետո էլ իմ հետ կապ են հաստատել բան, դա ես էլ որպես բլոգեր առնչվել եմ այդ դեպքերի հետ, այսինքն իշխանությունը չի խաբել որ կա ներգաղթ։ Սա մեկ, Թրամփի մասով բան էս ուղին բանը, բայց տեսակ զենքեր մենք էլ որ Հայաստանի ներսում պատրաստում են։ Թուրքը կուզի որ Հայաստանը զենքեր պատրաստի, լավ Նիկոլից առաջ զենքեր էր պատրաստվում։ Քոչարյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, շան գիտեմ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ հայկական փամփուշտ էր արտադրվում, elə որ խփում էր դեմդ վեր էր ընկնում։ Ասում էին բանը, պորուխը, այդ բարութը մեջի բաներ, խոնավեր, ինչեր, չգիտեմ, անորակ էր։ Այսինքն ձևական մի բան անում էին։ Հիմա չգիտեմ, այսօրվա իշխանությունը իբր բարձր մակարդակի լավ զենքեր արտադրում։ Այսօր էլ աչքովս ընկավ տեսնուն, որ Փաշինյանը այցելել է այդ արտադրության մասը եւ տեսել է ինչեր է արտադրվում։ Լավ ոնց կարա Ադրբեջանը ուրախանա Փաշինյանի ընտրվելով, որ ուրախանա այդքան զրույցներ չի անի։ Ոնց կարա մարդ իր ագենտին բացահայտի։ Հա, բայց դե Փաշինյանը եթե իրան կոպիտ չի պատասխանում, դուք կարող եք ասեք, տեսնում եք վախում է։ Ընկերներ ջան, դուք մի մոռացեք, որ ինչ է կատարվել մեր հետ։ Ու Փաշինյանը ոնց կարող է հոգ ու խորքում մարդ հա չէ վերջը, դու էլ ես մարդ, ես էլ եմ մարդ, բոլորս հոգի ունենք, կապ չունի քաղաքական հայացները։ Արա ընկերներ ջան, ոնց կարող է պարտված մարդը ուրախանա իր պարտության վրա։ Կարող է ձևացնի, որ ասում մենք չենք կորցրել, մենք ձեռք ենք բերել բան, լիքը բաներ ասում, ժողովրդի տրամադրությունը բարձրացնելու, ոգին բարձրացնելու, չգիտեմ, բայց հոգու խորքում ինքը 100% վրեժ ունի, եւ այդ վրեժը ինքը պետք է լուծի ինչպես Հայաստանի տնտեսությունը զարգացնելով, ներգաղթ ապահովելով, աշխատավարձեր բարձրացնելով, ծնելիության աճը ազդելով որ բարձրանա, ու այտենց էլ անում է։ Այսօր իմ երեխան երկու փող ստանում 30 մի տեղից 50-ը մի տեղից ոնց որ էլի այտենց 31 թե 32 մի տեղ որպես 2 տարի խնամքի համար 50,000 մինչև 6 տարեկանն ստանալու հավատացեք էսենց բաներ որտեղ եք տեսել Հայաստանի որ երեխան է տեսել միջև Փաշինյանը այսպիսի փողեր եթե չեմ սխալվում 6000 8000 12000 դրամ էր ստանում 2 տարի Էդ չէ ստանում ժողովուրդ, եթե սխալ եմ, ասեք սխալ ես, ես տենց գիտեմ։ Մեր մոտ Ղարաբաղում 15 էր, հետո ստացան այս վերջում 30 թե 32։ Վերջ ընկերներ ջան, լիքը լավ բաներ է արվում, եւ այս լավ բաները ես ուզում եմ նկատեք։ Ես չեմ ուզում ռոպագանդեմ, ես իշխանամետ չեմ, ես իշխանության քարոզ չեմ տանում։ Ես տանում եմ քարոզ, որ հայը ատելությունը մեջից ցանի, ատելությունը ձեր աչքերը կուրացնում է, դուք չեք կարող տեսնել լավ բաները։ Ատելության բլծված մարդը ատելություն է տեսնում։ Որ ասում է, չգիտեմ, էշը, որ էշին տեսնում է, վազում է էշի հետևից։ Կովը կովին տենում է հետևից, շունը շանը։ Լավ դու մարդ ես, քո մեջ ապրում է, ինչ որ մի հատ գիշատիչ կենթանի, քո հոգին գիշատիչ կենթանուց բետարա։ Դու ասում ես ես հայ սպանեմ, ասում ես Գևորգը ձեռս ընկի կսպանեմ։ Մեկը չկա Գևորգին սպանի։ Տփի։ Արա լավ չեք արես, ինչ եք, այդ ինչ եք խոսում։ Իմ մտքով անց չկենեմ, ես ձեզ վնասեմ։ Ես չեմ մտածում, որ նույնիսկ ինձ վիրավորողներին բռնեմ սպանեմ։ Այո, ապտակ կտամ, ինձ վիրավորողներին ապտակ կտամ, կարող է հասնի նրա որ լավ էլ ծեծեմ, բայց ես չեմ ձգտում դրա, նույնիսկ խուսափում եմ։ Ես չեմ ուզում այն մարդիկ, ովքեր որ ինձ բացարձակ վիրավորել են, բան ձեռս ընկնեն, որտեղ երաշխավորված չի ես, որ չեմ գնալու հանցագործության։ Իսկ ես հանցագործություն չեմ ուզում հարացնեմ։ Ուզում եմ այդ մարդիկ Աստված ինձանից հեռու տանի։ Ու այդպես էլ արել է։ Աստված թույլ չտվել 33 տարի է ես տեղ հանրային գործունեությամբ, լիքը հետևից հաչացողներ են եղել։
Եղել է հայտնի դերասան մարդ, քֆուր քյաֆարով, անունս չի տվել, բայց իմ ուղղությամբ հայհոյել է։ Մի օր պատահաբար Երևան հանդիպեցի։ Մոտիկացա ասի դու էս ես չէ, ասում հա։ Ասի դու իմ ուղղությամբ որ ասեցիր Ղարաբաղցի մեկը կա ասենց, ասի գիտես չէ որ ինձ քֆուր տվողին ես տասնապատիկ քֆուր եմ տալիս, հիմա կարաս բան ասես։ Դե անունը Գևորգ է, չէ, ասում եմ հա։ Դե Գևորգ ջան, ես Ղարաբաղի իշխանությունների հետ տենց հաց եմ կերել, նստել, հելել եմ, Բակոյի բան էլ այդ ժամանակ։ Ասի ինձ ես հետաքրքիչ դու ում հետ ինչ ես արել, ինչ չես արել։ Դու իմ ուղղությամբ երբ որ հայոյանք ես շպրտում, դու պատրաստ ես որ ես նույնիկ ես տալու եմ։ Բա հրավիրում եմ զրույցը արդեն մեղմ ուղղությամբ տարավ, ես չեմ ուզում ոչ անունը բացահայտեմ իրա, ոչ էլ հուշեմ ով է եղել այդ մարդը։ Ու տես լիքը մարդիկ կա, մեկն էլ այսօրվա լրագրողը, որ անունս դնում ես, նկարս դրել են, ինքը չկարողա դրել, ուրիշներն են դրել, ինքն էլ կիսվել է, դու ինքն է սարքել, շատ իմանամ, ինձ հետաքրքիր չի բամբասկոտ մարդկանց հետևից գնալ։ Վերջի տեսակ ես բան եմ պատմում, բայց ես չեմ ուզում թիրախավորել այդ արտիստին։ Իսկ լրագրողը ով որ արել է Շուշիում թուրքերեն հավաքված, Սիսիանում թուրքերեն հավաքված, դուք արդեն բոլորը գիտեք որ լրագրողի մասին է եւ որոշումը ձերն է, արդյոք լսել նմանատիպ լրագրողների, բլոգերների թե չէ, դա ձեր որոշումն է։ Հարգելի հայրենակիցներ, վերեք հասկանանք, որ մենք միայն ու միայն կարող ենք ուժեղ լինել, եթե մենք լինենք միասնական, եթե մեր մեջ սերը տիրի, ոչ թե նախանձը, եթե մեր մեջ թույն եղավ, եթե մեր մեջ ատելություն եղավ, մենք մեր տունը կործանելու ենք։ Յուրաքանչյուր ընտանիք էլ, եթե նախանձով է, եթե իրար հանդեպ անհարգալից են ու սեր չկա, այդ ընտանիքը չի կարա երկար ձգի։ Եթե ինքը ձգում էլ է, հանուն նրա որ հարևանները մեզանից չբամբասեն, հանուն չգիտեմ շահի ինչ որ բան միասին բիզնես ունեք, միգուցե մարդու կնիկ, բայց այդտենց ում է պետք։ Հիմա մեր պետությունը, եթե մենք պետքա գնանք ընտրության փողի համար, անձնական շահի համար, այդտենց ընտրությունը, տենց ընտրված տեխնացիոն ում է պետք։ Հիմա ընտրել եք, երկրորդ ուժ եք բերել ազգային ժողով Սամվել Կարապետյանին, ով որ քաղաքականությունում չի եղել։ Ես չգիտեմ, իր թիմի մեջ քաղաքականապես հմուտ, վարպետ, մարդիկ են թե չէ, եթե իրաց լավ դրսևորեն, ես անկեղծ ուրախ կլինեմ, բայց խիստ կասկածում եմ, որ այդ մարդկանց հետաքրքիր քաղաքականությունը եւ ժողովրդի ու պետության շահը ժամանակը ցույց կտա։ Ես եթե սխալվեմ, ես ուրախ կլինեմ, որ սխալվեմ, բայց ես վստահ եմ, որ այդ մարդիկ իրանց հարստությունները փրկելու, վաղեմի փառքը, վաղեմի ունեցվածքը պահպանելու եւ հետ բերելու համար մտան քաղաքականություն։ Ինչու ընտրվեց Փաշինյանը։ Այսքան հələ ադրբեջանական տերորի, ադրբեջանական հիբրիդյան պատերազմի արդյունքով, որտեղ Նիկոլ Փաշինյանը երկար տարիների քաղաքականության մեջ մարդ է եւ արդեն ամեն օր տարեց տարի հմտություն է ձեռք բերում։ Իսկ այն ինչ մենք կորցրել ենք իր ժամանակ, դա չի նշանակը որ այդ խնդիրը ծնվել է իր ժամանակ։ Այդ խնդրեմը կար, այդ խնդրեմը օրեցօր մոտիկանում էր հանգուցալուծման։ Եվ եթե Նիկոլը տենց ձեր ասելով ագենտ է, Նիկոլը ձեր ասելով հող տվող է, բախի մինչև 20 թվի 44 օրյա պատերազմը հող չի տվել։ Չէ ագենտ է, չէ ընտրվել է, ժողովուրդն էլ էյֆորիայի տակ, ինչ աներ ժողովուրդը ծափ էր տալու։ Հիմա ծափ չեն տալիս, պատերազմից հետո հասցրել են լիքը ատելություն սրսկել այդ մարդու ուղղությամբ հայ ժողովրդի մեջ։ Հիմա դժվար է ինքը հող տա, չգիտեմ, ձեր ասած Սյունիք տա, ձեր ասած Գյումրին տա, այսա Սյունիքի թեմա որ լրիվ փակվեց, այդ Տրամպի ճանապարհ բան բացեց, sense մտածելու են, ինչից խոսանք։ Թուրքիայի սահմանից Արմավիրն էլ է մոտ, Շիրակի մարզն էլ է մոտ։ Որը ասենք, Շիրակն է տալիս, թե Արմավիրը, չէ, ավելի լավ է Շիրակը ասենք, որտեղ ընդ Թուրքի թաղամաս բան, չէ, Թուրքի մայլ է այն ասեմ, ինչ էլ ասում։ Այնա Թուրքի մայլան թուրքերը ուզում են գան, ժողովուրդ դուրս եկեք փողոց Գյումրին տամա, Շիրակի մարզը տամա։ Ընկեր ջան, 12 տարի այդ մարդը վարչապետ է եղել, եւ եթե չէ այդ պատերազմը կործանար արչելներ, եթե չլներ այդ պարտությունը, նա մի կտոր հող չէր տալու։ Ես էլ չէի տալու, դուք էլ նեք չէիք տալու, բայց երբ որ դուք գիտես որ թուրքը եկել հասել է քո արդեն Հայաստանի Հանրապետության տարածք, ջերմուկի սարերը նստած է, ընկերներ ջան, բա դու վախ չես ունենա, որ կորցնես պետականությունը մի աշխարհակարգում, մի միջազգային կազմակերպության տնօրինության ժամանակահատվածում,
որ ասում է ուժեղն է այս աշխարհում ճիշտը, որ հերվից նայում է ինչա կատարում եւ չի միջամտնում, որովհետեւ դու քեզ պահում ես եսիրի տեղ, որտեղ դու սաղ աշխարհի վրա մատես թափ տալիս, մուննաթ ես գալիս, դուք պարտավոր եք ծովից ծով Հայաստանը մեզ տակ, արա ուժեղած վերցրու, եթե քիթս կկտրեմ, եթե դու ուժեղանաս ու իրավունքներդ առաջ տանես միջազգային հանրությունը ասի գործ չունենք, միջազգային հանրությունը ուրախությամբ կմիջամտնի, որ դու դառնաս հակակշիռ այս ռեգիոնում եւ Թուրքիայի պոզեր ջարդող պետություն դառնաս, բայց դու արա վերընկած տեղը դիվանին ատելություն քարոզելուց բացի ուրիշ բան չես անում, բայց ուզում ես հզորանաս, արեմտյան Հայաստանը հետ բերես, հզորանում են գիտես ինչով, սիրով, սերը դա արդեն ուժ է, եթե դու չես սիրում քո հայրենակցին, եթե դու էգոիստ ես, մտածում ես դու ամենահայրենասերն ես, դու ամենախելացին ես, այդ Գևորգը դավաճան է, թուրքի գործակալ է, իշխանամետ է, Նիկոլի, չգիտեմ, վիրավորում են, Նիկոլի մարդն է, բան, հալավ Գևորգին ասեցիր, չնայած Գևորգը տենց չի, դու ինչ արեցիր, լավ դու ինչ ես անում, որ Գևորգը հետադարձ անի իր սխալ ճանապարհից, քո հետևից գա, արել ես մի բան, թե մենակ արա դրոշ վերցնելով թափ տալով է Երևանի կենտրոնում։ Վերջը ընկերներ ջան, ուզում եմ եթերը փակեմ, առանց այդ ճնշումս բարձր էր։ Բայց մի բան լավ իմացեք, Ադրբեջանը շարունակում է իր այդ արհեստական թեմաները, վերադարձ 300,000 բան իմասով, իբր որ կոնստիտուցիան փոխվելու է մեր սահմանադրությունը, նախ մինչև պատերազմներ Փաշինյանը դրա մասին ասել է 18 թվին, ավելին ասեմ, եթե իմ հիշողությունը չի դավաճանում, Պարուր Հայրիկյանը իր ապրած քաղաքական կյանքի բոլոր ժամանակները, որ ինքն հականիկոլ է, բոլոր ժամանակներում կողմ է եղել, որ սահմանադրությունը պետքա փոխվի, ասել է մեր պետության թշնամին մեր սահմանադրությունն է, ինքը ճիշտ չի գրված։ Հիմա իսկապես եթե սահմանադրությունը փոխվում է, այդ թվում այնտեղ որ գրված է, ինչ է գրված Արցախի մասում, որ Հայաստանը պարտավոր է Արցախահայությանը պաշտպանի։ Ուր է Արցախահայությունը։ Գտնվում Արցախում։ Պաշտպանում է չէ Արցախահայությունը, ստե է պաշտպանում։ Արցախահայությունը եթե ընդեից դուրս է եկել, եթե իր քաղաքական ղեկավարությունը չի գնացել որևէ քաղաքական դիվանագիտական լուծման, Սուսպուսենս նստել է 9 ամիս, թե երբ է սովամահալնում արդեն մարդիկ, երբ է թուրքը հարձակվում, պատերազմանում ու անը դնում հատուկ օպերացիա ու կերծում միջազգային հանրությանը, իրականում կարողացել է կերծնի ու որ վերցնում է ստենցել է դառնում։ Գիտեք խի, էսի հիմա ես չեմ ուզում ամեն ինչ շատ բան թաքցնում եմ, չեմ ուզում խոսամ վնասեմ մեր դիրքերը, բայց ինչ է դառնում, եթե քեզ հրավիրում են զրույցի քաղաքական լուծումների, չես գնում։ Դու գիտես որ իրավունք ես տալիս, որ քեզ արդեն եթե տարածներ ամբողջ աշխարհը ճանաչում ադրբեջանական, չէ՞։ Դու իրավունքը տալիս ես պրավան։ Պրավան ոնց է որ գնում ես առնում, հիմա առնում են, ճիշտ էլ ասեցի, գնում ես պրավան քննություն տալիս, ստանում իրավունք ունես ավտո քշել։ Դուք ձրի պրավա եք տվել Ադրբեջանին, որ մեր վրա հարձակվեք։ Սա քաղաքական Ղարաբաղյան կլանը Ղարաբաղի իշխանություններն են արել։ Ընկերներ ջան, վերջո շատ է ընդդիմությունը արդեն համահանում, շատ է խախտում կարմիր գծեր անցնում։ Չի կարելի այս ձևի բարակտում այս ձևի ատելություն թշնամանք տարածած։ Կոնկրետ Ռոբերտ Քոչյանի ես հարց ունեմ, էլի, որ դուք ասում եք, այս իշխանությունը դավաճան է, տվավ Արցախը, այսեն, ախր լավ 20 թվից հետո դուք կարայեք, չէ, ինչ որ բան փոխեիք, որտեղ 80 թիվը որ շարժում եք կազմակերպել, էլի նույն կարգավիճակում էր գտնում Արցախը, նույն շրջափակված Արցախներ։ Կռվով դավով վերցրիք, չէ, լաչին բան ազատագրիկ։ Բա գայրապացուցել, որ դու այդ մարդն ես, եւ քեզ տես ոնց են ժողովրդը ուսերին դրած պարածում։ Բայց բարձ է, որ եթե 1 գրամ շանս տեսնեի, որ Արցախը կարա իր փրկել, դու կգնայիր Արցախ։ Բայց դու գիտեիր, որ բրծածա փայը, թող բրծածա Նիկոլի կառավարման օրոք այդ ամեն ինչը հորով մորով լինի, որ հեշտ լինի իշխանություն վերցնելը։ Լավ, հասկացանք, ձգտում եք իշխանության, դա նորմալ է, բայց նորմալ չի, երբ որ չեք հասնում իշխանության, շարունակում եք թույն տարածել ժողովրդի մեջ, ձեր խոսքերով իբր թե դուք ամենան եք։ Ձեր ամենա հետաքրքիր դաշնակիցը դա Ռուսաստանն է, դուք տենց եք մտածում։ Եվ բոլոր մեղքերը գցում եք մեր վրա, Հայաստանի վրա, Հայաստանի իշխանությունների վրա, լավ, մի հատ մեղք չունի Ռուսաստանը։
Լավ, այսքան կարելի է մենք մեզ մեղադրենք, այսքան մենք մեզ երբ որ ամբողջ աշխարհը դաշնակցության վրա է հիմնած, սաղ աշխարհը դաշնակցության միավորների վրա է, ՆԱՏՕ են ստեղծել, միջազգային հանրություն են ստեղծել, Եվրոխորհրդարան, Եվրոմիություն, Եվրոդատարան, լիքը վերջի մեր այս կողմի վրա ՕԴԿԲ եւ այլն, այսինքն ամբողջ աշխարհը միավորների վրա է կայանում, ուժը միավորների մեջ է, համագործության մեջ է, դաշնակցության մեջ է։ Այ մարդ, մեր դաշնակիցը Ռուսաստանն է, մենք պարտվել ենք, ի՞նչ է նշանակում։ Կամ մեր դաշնակիցը չի օգնել, կամ էլ օգնել է մեր թշնամուն, որպեսզի պարտվենք։ Ու տենց էլ եղել է, չէ՞։ Ռուս գեներալը Շոյգուի տեղակալը չի ཐակցնում։ Ասում է, мы провели блестящую операцию на территории экономический район Азербайджан, экономический район в составе Азербайджана, թե ինչպես մի բան ասում։ Այսինքն Ղարաբաղը տնտեսական դա տարածքն է, միավորն է Ադրբեջանին եւ դե մենք լավ օպերացիա ենք կազմակերպել։ Սա քաղաքագետներ, վերլուծաբաններ ռուս, սա չէ՞ էլի, որոշները ազնվություն ունեն եւ խոստովանում են, ասում են մենք Հայաստանի մենակ ենք թողել։ Մեր արածը մարդկություն չի։ Բայց մեր հայերն ասում են, չէ, ռուսը մեզ մենակ չի թողել։ Էսի դավաճան է, էսի սենց է, նենց է։ Լավ, եկեք առավոտից իրիկուն էլի դավաճան կորրանք։ Հարցի լուծումը ո՞րն է։ Հեռան է, աչքերը փակում ենք, մեր պատկերավոր հեռացել է։ Ասացեք, նենա ինչ քայլեր եք անում, որ Ռուսաստանն ասում է, վայ ախպեր, էս ինչ լավ դաշնակից է։ Ես էլ ինձ տեղս չէի գտնում, ես քեզ էի ման գալիս, ինչ լավ դաշնակից ես։ Կամ Ամերիկան անդես գոռալով գալիս ասում, վայ, այս ինչ պետություն եք դուք, այս ինչ ուժեղ պետություն։ Այ ժողովուրդ ջան, շրջափակված, կիսաշրջափակված երկիր է Հայաստանը։ Պարսիկն էլ նույն ձև նես չի, որ ամեն ինչի մեր օգտին է թույլ տալիս անի։ Վրաստանը գիտեք, երկու խաղի վրա է խաղում, Թուրքիայից վախենալով, Ռուսաստանից վախենալով։ Լավ, երբ ենք սթափվելու մենք, երբ ենք հասկանալու, որ մեր ուժը մեր միասնության մեջ է։ Վերջիվերջո սա ստատուսներ եք գրում, սա ձեր էջերի վրա տես բաներ է գրած, մեր ուժը մեր միասնության մեջ է, չգիտեմ, եթե մենք կորցնենք Արցախը, թերթենք պատմության վերջին, ինչքան տես բեղմնավոր, չգիտեմ, թևավոր, տես գեղեցիկ խոսքեր կա, գրում եք։ Ոչ իմաստն եք հասկանում, ոչ բովանդակությունն եք հասկանում, ոչ էլ հետեում եք գոնե այդ գրածին։ Դե դու հայը հային թուրք է ասում, հայը հայի ուղղությամբ ատելությունը, բայց թուրքն էլ էդ է երազել։ Մենք ինքներս մենք ռումբ ենք, ական ենք մեր պետության տակ դրած։ Հավանաբար դա նրանից է, որ մենք երկար տարիներ պետություն, պետականություն չենք ունեցել, ձեռք ենք բերել բնավորություն, լինել ենթակա, լինել ստրուկ, ուրիշ կառավարի, ուրիշ ղեկավարի։ Իրոք տենց է ժողովուրդ ջան։ Ամենայն հարգանքով իմ հայ ազգի, իմ ժողովրդին, բայց ցավոք սրտի ես տեսնում եմ այս հիվանդությունը։ Լիքը հիվանդություններ կա, որ պետք է միասին աշխատենք, բուժենք։ Այդ ինչի ես միշտ ասել եմ ու ասում եմ, ինչի ես կուսակցություն չեմ մտնում, ինչի քաղաքական ուժի կոնկրետ չեմ սատարում, ասում, լավ է, ճիշտ է, սա տոշնի է։ Նույնը ասում եմ, չէ՞ իշխանական եմ։ Բա որ իշխանական եմ, ինչպես եմ իշխանության քայլեր կա քննադատում։ Որովհետև ես ուզում եմ, որ պետությունս ուժեղանա, իսկ պետությունը ուժեղանա, երբ որ դու իշխանությանը չես թողնում քնի, սթափ ես պահում, սթափ քննադատությունները սթափեցնում է իշխանությանը։ Բայց ինձ ասում են, աշկից փող է ստացել հիմա Դափոնով Քոչարյանից, մեկ էլ իրանց համար։ Արա, ես ոչ մեկի համար չեմ աշխատել եւ ցանկություն էլ չունեմ աշխատելու։ Չնայած նրան, որ գիտեմ աշխատելու դեպքում ես լիքը հնարավորություններ ֆինանսական եւ այլ հարցերում կունենամ, բայց ես մի հատ նպատակ ունեմ, մեկ այ բոլորս էլ մի օր գնալու եք այս աշխարհից։ Իմ նպատակն է, որ իմ երեխեքը, իմ թոռները իսկապես հպարտ բառը միգուցե լավ չի, հոգևորական տերմիններով ինքը լավ բառ չի, բայց գոնե էլի մենք մեր պատիվը տեղը ունենանք։ Իմ թոռները, իմ երեխեքը ես կուզենամ, որ ուրիշ Հայաստանում ապրեն, այնպիսի Հայաստանում, որ ես եմ երազում, դու ես երազում, այ ընդդիմադիր, ինձ ընդդիմադիր նույնիսկ, որ ինձ ասում ես թշնամի է Գևորգը, որ Գևորգին կսպանեմ։ Ես գիտեմ, որ դու չնայած ուզում ես չլինեմ, բայց ես գիտեմ, որ դու ուզում ես Հայաստանը ուժեղ լինի։ Ես էլ եմ ուրեմն դա ուզում, լավ իմացի։ Եթե երկուսս դա ենք ուզում, ի՞նչն է խանգարում, որ մենք իրար հետ լավ չլինենք, իրար հետ փորձենք ընդհանուր հայտարարի գալ, զրուցենք, շփվենք, վերջիվերջո թշնամի չենք, հայ ենք սաղս։ Հրավիրում եմ բոլորիդ,
հիմա չէ էլի ընդհանրապես եմ ասում, ընկերներ ջան, TikTok-յան լայվով բոլորի հրավիրում եմ, անկախ քաղաքական հայացքներից, իշխանական, ընդդիմադիր, բայց ստապ մարդիկ թող գան։ Եկեք զրուցենք, հասկանանք, պետք է մենք համերաշխվենք։ Ես ունեմ այդ հնարավորությունը։ Ես ապացուցել եմ, որ ոչ մի ուժի չեմ երկրպագում, ոչ մի ուժի չեմ պաշտում, ոչ մի ուժի մեջ չկամ, իմ հարթակը բոլոր ուժերի երկրպագող, պաշտող այդ թվում մարդկանց համար է։ Եկեք պլատֆորմը ես ստեղծել եմ։ Եկեք միասին շփվենք, իրար հարգենք, իրար հարգվենք ու հարգենք։ Հավատացեք, սենց կարենալու եք մի բանի հասնենք։ Բոլորիդ բարի գիշեր, հուսով եմ այս եթերը օգտակար եղավ ձեզ։ Ադրբեջանի այդ հիբրիդային պատերազմի մասով շատ ուշադիր եղեք եւ արհամարած եղեք։ Ալիևը չի կարա մեր մոտ միտք թելադրի, մեր վրա պահանջներ դնի։ Ինքը ինչ ունի ստանալու ստացել է, Ղարաբաղն էլ ուզել ստացել է։ Դե այն անկլավների մասի թեման դրանք առանց պատերազմի ելնելու է։ Մենք էլ ենք տալու, մենք էլ ենք վերցնելու, գնալու են փողզիչման, ուրիշ տարբերակ չկա։ Դուք հիշեք ադրբեջանցու Ալիևի ունքերը կաղ օգոստոս ամսին Թրամփի մոտ, նա կեղծ շփտում էր, նրա սրտով չէր, որ Ամերիկան քիթ խոթել աստե, նա կուզենար միշտ Ռուսաստանի տակ լինենք մենք։ Դրա համար այսօր թուրքը ինձ ասում է Սամվել Կարապետյանը խիչեք, ուզում ինքը լինի վարչապետ, որովհետև հեշտ է ռուսի հետ հայկական հողերը առ ու ծախ է վերածել։ Իսկ ռուսամետ մարդը չի կարենա Ռուսաստանի դեմ դուրս գա, ասելու է վայ, ժողովուրդ, ես ձեզ փրկեցի, բայց Ռուսաստանի դեմ դուրս գա ինչ ձեզ կոտորեր, ատոմային ռումբ էր գցելու Հայաստան, մեզ լրիվ կոտորեր։ Դրա համար ճարահատյալ կամ գուբերնիա կամ եսիմ ընդհանուր պետության ցրում, Թուրքիային կես Ադրբեջանին, ռուսին ինչ կա։ Ուկրաինա պատերազմը սկսելուց առաջ Ղարաբաղը մատաղարեց թուրքերի առաջ։ Հիմա եթե 36 տարի, 48 տարի հետո ինչ որ մի հատ էլի պլան ունենա, դիրքերը ուժեղանա, ուզենա հարձակվի եվրոպական որևէ երկրի վրա, ու մեզ Հայաստանից այս 29743 կիլոմետրը ղուրբան անի էլի թուրքերին, ինչ եք անելու։ Եստեի վլաստ եթե ռուսամետ եղավ, ռուսի կամակատարը եղավ, ինչ է անելու։ Դուրս է գալու պատերազմ Ռուսաստանի դեմ, տենց եք մտածում։ Իսկ Նիկոլը ինչքան էլ սենց օրինակ անկախ ուղղություն է ընտրել, Նիկոլն էլ չի կարա դուրս գա Ռուսաստանի դեմ կռվի։ Նիկոլը գիտի իր չափսերը, արդեն խոսքերքի հավասարակշռվածությունը ռուս պաշտոնյաների նկատմամբ։ Այդ գիտեք դուք Նիկոլը հարգում սիրում է Պուտինին։ Ես քիթս կկտրեմ, թե նա Պուտինին հարգում սիրում է։ Դուք Նիկոլին առանց կամերա, առանձին հարցրեք, ինքը կարա քրֆիել։ Չնայած այն բանը միկրոֆոնը ստեյա չի քրֆելու, ուղիղ եթեր լսվելու է։ Լուրջ եմ ասում, ժողովուրդ չի կարա իրավունքները ոտնահարված, արժանապատվությունը ոտնահարող մարդուն դու հարգես։ Իսկ Պուտինը մեր հայկական արժանապատվությունն է ոտնահարել։ Մեզ թողել է մենակ, որի արդյունքում մեր ազգը այսօր մինչև այսօր չի կարում համակերպվի, հարմարվի, չի կարում մարսես ինչ եղել է մեր հետ։ Եվ ճիշտ էլ անմա որ չի մարսում։ Կգա հարմար ժամանակ, մենք կվերադարձնենք այնինչ մերն է եղել։ Հավատացեք, դրան հասնելու համար եկեք համերաշխվենք, ունենք արդեն իշխանություն։ 5 տարի իրանք են։ Եթե իրանք իրանք սխալ պահեն, դուրս են գալու, ոչինչ, պահանջենք, ինչպես պետք է, այնպես պահեն։ Եթե պետք լինի, գիտեք, ես ակցիաներ չեմ անում, չեմ մասնակցում։ Իմ խոսքը միշտ հրապարակային եթերներով է։ Բայց եթե տեսնենք Նիկոլ Փաշինյանը շեղվել է իր ճանապարհից, դուրս են գալու պահանջատեր լինենք։ Խի որ գիտեք 5 տարի ասում ենք դուք վարչապետ եք, всё, մենք էլ գնացինք քնելու ինչ ուզում եք արեք, տես չի։ Իրանք էլ են աշխատելու, մենք էլ մեր աշխատանքն է կողքից նայել, օգնել, ուղղություն տալ, ու այդպես էլ անելու ենք։ Այնպես որ всё արդեն ընտրվել է։ Ուրախ եք, ուրախ չեք, կեսը ուրախ է, կեսը ուրախ չի։ Դե ինչ անենք հիմա։ Հիմա եթե ձեր ուզածը ընտրվել, այս մի կեսը չէր ուրախ լինելու։ Բայց արդեն ընտրվել են, всё դուք հարգեք ձեր հայրենակիցների մեծամասնության կարծիքը։ Մեծամասնությունը նախընտրել է, որ երկիրը կառավարի Նիկոլ Փաշինյանը։ Всё, ինքն է երկրի ղեկավարը, պետք է շնորհավորել, պետք է քաջալերել, պետք է ոգևորել եւ ասել, որ Փաշինյան, մենք քո հետևում դավադրություն չենք անում, մենք չենք պատրաստվում քեզ սպանել, մենք չենք պատրաստվում քեզ վնասել, մենք պատրաստ ենք, եթե քո գործողությունները եւ գործողությունները մեր ուժի, մեր աջակցության կարիքը կլինի, մենք քո կողքին ենք, անկախ քաղաքական հայացքներից։ Ես այդպես եմ մտածում։
Այս զրույցից հետո էլ ես գիտեմ ինձ կկպցնեն, էլի ինչեր կասես կպցնեն։ Ես ձգտում չունեմ իշխանության մեջ տեղավորվել տենց պաշտոն կամ ինչ որ յուղալի թիքալնի ինձ տանասեն դու էլ անզբաղվի։ Չեմ ուզում ընկերներ ջան։ Ինձ անznապես հա գործ եթե լինի, բայց պետական էլ չեն, ինչ որ գործ կլինի կառաջարկեն կանեմ, եթե իմ սրտով լինի։ Դրա կարիքն էլ ունեմ ես աշխատանքի, աշխատելու, բայց ամեն դեպքում աշխատեմ, չաշխատեմ, ես կարող եմ գնամ ընդդիմադիր։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանն էլ ունի, չէ՞, բաներ, սպայկա, մայկա, չէ, Իրանը չի իշքան գիտեմ։ Հիմա եթե ես աշխատանք չունեմ, մտերից ինձ աշխատանքի վերցնեն։ Ընկերներ ջան, ինչ անեմ, ասեմ, չէ, դե որ դուք Ռոբերտ Քոչարյանին, ընկեր ջան, ես գնում եմ աշխատեմ, աշխատանքի դիմաց ինձ բարձրացրելու են։ Ոչ եմ գնում ես համբալություն անեմ կամ ձրի համբալ չեմ ես։ Ամեն դեպքում նախ ցանկալի է որ քաղաքական հայացքներս հաշվի չառնեն, որտեղից էլ ինձ աշխատանքի վերցնեն, չասեն Գևորգը մի օր իշխանության պաշտպանում է, մի օր քննադատում է։ Ես այդպես եմ քննադատությունը սրտացավով մտահոգությամբ անհանգստությամբ եմ անում, միշտ էլ անելու եմ, Աստված տա հաջորդ ղեկավարությունն էլ 5 տարուց հետո եթե ով էլ լինի, թող ժողովրդի խոսքը հաշվի առնեն, ժողովրդին վախի մտնոլորտի մեջ չպահեն, վախի մեջ ընտանիք չեն պահում։ Մենք մի ընտանիք ենք, մենք մի տուն ենք եւ պետքա սեր ու ջերմություն լինի, հարգանք լինի փոխադարձ։ Մի փորձեք իշխանության հանդեպ անհարգալից խոսք ձևավորել, անհարգալից խոսքեր ասել ու ակնկալել, որ ձեզ հարգելու են։ Ինչ ցանում ես, էներ հնձում ես։ Ես այսքան ժամանակ ընդդիմության հանդեպ էլ չեմ անհարգալից խոսք ձևավորել, ցեղ շպրտել, վիրավորանքներ հասցրել եւ այլն եւ այլն։ Միշտ էլ եղել եմ հարգալից իմ խոսքով, ուղղակի ընդդիմությանը ավելի շատ եմ սուր քննադատել, քանի որ այդ ընդդիմությունը դա ընդդիմություն չի, դա նախկին իշխանությունն է, ով որ ունի երկար տարիների վարած քաղաքականություն, երկար տարիներ կառավարել են, որ երկիրը բերել հասցրել են վատ վիճակի։ Այնա ոտի են կանգնում։ Արդյունաբերությունն էլ է ոտի կանգնում, տնտեսությունն էլ է, սպառազինությունն էլ է, լիքը հարցեր կա, որ այս կառավարության օրոք եղել է։ Դե ես հոտ գովազ չեմ անելու, դուք լավ եք տենում այդքանը։ Լավ մնացեք, բոլորիդ բարի գիշեր, Աստված բոլորիս հետ, Հայաստանի Հանրապետությանը